Բարի երեկո, եթերում աշխատանքն է շարունակում օրդրատվական ծրագիրը։ Այսօր ժամը 9:50-ի սահմաններում Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու ռազանային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 1996 թվականին ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել։ Հակառակորդն առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր դրամաչափի ռազմական զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ։ Հարավ-հարավելյան Հադրութի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Han-17 տիպի նռնականետ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում հավատարիմ են մնացել կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությանը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր պատերազմ ծնում է իր հերոսներին, մեր շարքերից շատ հաճախ խլում լավագույններին։ Առաջնագծում կանգնած մարտնկերն շարունակում է իր ծառայությունը խնամքով պահպանում երկրի այն հատվածը, որի համար վճարել է շատ թանկ։ Առաջնագծից ոչ հեռու եւ թիկունքում հիշողություններն ու գնահատականներն են մնում։ Հայկական զույգ հանրապետությունների նախագահներն այսօր Արցախյան քարորյա պատերազմում հերոսապատում կերտած տղաների կողքին էին։ Տողանով շարված մարտիկներն են նաև ադրբեջանական ռազմական ագրեսիային անմիջականորեն դիմագրավել։ Տղաների հստակ ու համակարգված գործողությունները հակառակորդ պետությունում հուշել են։ Մարտադաշտը խաղահրապարակ չէ, արտիզին տեխնիկային էլ տիրապետել է պետք, իսկ պաշտպանության բանակին կարճ ժամանակահատված էր պետք կրկին խաղաղություն պարտադրելու ագրեսորին։ Հայկական զույգ հանրապետությունների նախագահները զինվորների աչը սեղմում են պինդ, քաջալերումը միայն խոսքով չէ, լավագույնները պետական պարգևների են արժանանում։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները նորովի բացահայտեցին պաշտպանության բանակի կարողությունները, զինվորի ոգու ամրությունն ու հայրենիքին ամբողջապես նվիրվելու մղումը կրկին փորձարկվեց ու մնաց անսասան։ Դուք ապացուցեցիք, որ դուք շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք։ Ժամանակները փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը ու հաղթում են։ Զինվորը հակառակորդին բան չունի ասելու։ Զինվորը հակառակորդին իր ասելիքը ասում է մարտի դաշտում։ Եվ փառք ձեզ, իդեմս ձեզ, մեր բոլոր սպաներին ու զինվորներին, ովքեր կարողացան իրենց ասելիքը ասել։ Եվ այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը։ Գրվել է նվիրումով մինչև վերջ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով կրակելով մինչև վերջին փամփուշտը եւ լինելով վիրավորված նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին։ Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում եւ ոչնչացնում է ուղղաթիռ։ Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի 5 զրահամեքենա։ Դուք լավ եք կատարել եւ լավ եք կատարում ձեր պարտականությունները։ Ցավոք սրտի եւ այդպես էլ պետք է լինի։ Պատերազմը շատ դաժան բան է։ Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, տեսնում են իրենց վաստակի պտուղները, տեսնում են, թե իրենցով ինչպես են հպարտանում։ Փառք
մեր բոլոր զինվորներին ու սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում, ու նաև փառք նրանց, ովքեր ընդհանրապես այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները տարբեր են, եւ այդ տարբերությունը արժե համակարգային է։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանք, յուրաքանչյուր սպայի կյանք, իսկ այնտեղ իրենց քաղաքական նկարտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների։ Մենք մի բանից ենք միայն վախենում, ապրել պատվազուր եւ անազատ։ Մենք դա չենք կարող անել։ Փառք ձեզ, հայրենիքի զինվորներ, փառք մեր ընկածներին, փառք մեր զորքին։ Եվ ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք հայրենիքի զինվորի պարտականությունները։ Իսկ այդ պարտականությունները սուրբ են։ Ինչպես է կազմակերպվում ծառայությունը ԼՂՀ պետական սահմանում, ինչ իրավիճակ է առաջնագծում, նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը անձամբ են գնահատել։ Հայկական երկու հանրապետությունների նախագահները այցելել են նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին։ Նախագահները երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտապույտ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Սամվել Բալայան, Մհեր Մկրտչյան, օր։ Որ հրադադարը պահպանելու պայմանավորվածությունն առաջնագծում խիստ հարաբերական է, փաստում են հենց դիրքապահները։ Պետական սահմանի ողջ երկայնքով իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների խնդիրն անփոփոխ է։ Մարտական հենակետից պատմում է Նարեկ Սահակյանը։ Դժվար անցանելի ճանապարհը տանում է մարտական դիրքեր, այստեղ հակառակորդն ափի մեջ է։ Դիրքապահներն ասում են, հրադադարի բանավոր պայմանավորվածությունը սահմանի մյուս կողմում չեն պահպանում։ Ռազմական գործողություններից հետո զինվորականները սահամարում են ընդամենը հարաբերական հանգիստ։ Ասեմ իմանաք, հրադադարը ձևական բնույթ է, իրականում հրադադարը չի պահպանվում։ Ու մեր մարտական դիրք պահել հասկացողությունը մնում է նույն աստիճանի վրա։ Թե խաղաղ վաղ, թե սենց լարված ժամանակ, ոչ մի տարբերություն չկա։ Մշտական դիտարկում, մշտական պատրաստվածություն։ Փոխգնդապետ Քամալյանն ապրիլի 1-ին Զորամասի հերթապահ օպերատիվ խմբում էր։ Կեսգիշերին այցելում է մարտական դիրքեր ու մի քանի ժամ անց սկսվում է կրակոցների տեղատարափը։ Այս անգամ հրադադարի սովորական խախտում չէր։ Հակառակորդի մտադրությունը դիրքապահները տարբերում են անգամ զինատեսակների տրամաչափերից։ Կրակոցների տարափը չէր կտորում, անմիջապես հրամանատարը տեղեկացրել եւ հաշված րոպեներում արդեն հրամանատարը տեղում էր եւ ցես ցուցումները տան խնդիրներ առաջադրել բոլոր ստորաբաժանումները արդեն պատրաստ էին իրենց դիրքերում էին եւ մինչեւ առավոտը մինչեւ 2-3 ժամ կրակոցների տարափը շարունակվեց։ Համլետ Ծատուրյանը ծննդյան տարեդարձին փորձում է դիրքի օրինակելին լինել։ Մարտական խնդիր կատարելիս օրը դժվար թե մյուսներից տարբերվի։ Ասում է ամենամեծ նվերը գնահատելու է հետո։ Ծննդյան տարեդարձին պետական սահմանին ընկերական շրջապատում, որտեղ բոլորը նույն նպատակն ունեն։ Գիշերը ժամը 12-ին շնորհավորեցին ընկերներ եւ բարձրացա մարտական հերթապահության կատարել։ Դա չի խանգարում ինձ մարտական հերթապահությունը կատարել։ Իսկ մարտական հերթապահությունը զինվորականները կազմակերպում են կրկնակի զգոնությամբ։ Սեփական փորձով են հասկանում, որ հերթապահությունից գործողություն կես քայլ է։ Զորամասի հրամանատարի ազնագազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը համոզված է, ֆիզիկական պատրաստվածության հետ զինվորը նաև հոգեպես է պատրաստ, եւ դա է նրան մղում հերոսության։ Եկավ հանդիպես մեր 18-20 տարեկան պատրաստ զինվորներին, որոնք արդեն այստեղի ամեն մի, այսպես ասած, խոտի մի քոլին ամեն քաջատեղյակ են եւ գաղափարապես զինված են, որովհետեւ բոլորը գիտեն, որ կատարում են մի սրբազան պարտականություն եւ ինչպես
զինվորներն էին նշում դիրք պահող զինվորը դա թակավոր զինվոր է, այսինքն ինքը այս հողի թակավորն է։ Ու այդ գաղափարով են բոլորի այս դիրքերը կանգնած մնում։ Խարամատում հիմա տղաները քայլում են ավելի վստահ, երեկվա հաղթանակների կողքին թեկուզ եւ փոքր նաեւ իրենք ունեն հաղթանակ, եւ հենց այդ հաղթանակը գնահատելով ուշադիր դիտարկում են հակառակորդի շարժը խոցում առաջացողներին։ Ռաֆի Շիրինյանը մանրամասնում է, այս տարածքի համար իրենք են պատասխանատու։ Ցերեկը գիշերելն է, կապ չունի, հոգնած ենք, հոգնած չենք։ Միշտ նույն զգոնությունը պահում ենք, չենք թողնելու հակառակորդը գա։ Ինչ ուզում է լինի։ Պաշտպանության բանակի մարտական դիրքի ավակն այսպես նաև քարորյա պատերազմում է ասել է ու արել ջոկի կազմով։ Առաջնագծի այս հատվածում հակառակորդի գրոհը ձախողվել է, ոչ մի հաջողված դիվերսիա ու ոչ մի կորուստ մեր կողմից, իսկ հակառակորդը կորուստներ ունեցել է, տեսել են դիրքապահները։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում ընդունվել է Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։ Հայտարարության մեջ ասվում է. համոզված լինելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների, որպես միջազգայինորեն համաձայնեցված միջնորդական ձևաչափի ջանքերին գտնելու հակամարտության երկարատև եւ արդար կարգավորում։ Հետևաբար մենք կոչ ենք անում հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը, չխարխլել նրանց մանդատը եւ չբարթացնել ընթացող բանակցությունները։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնարկել վճռական քայլեր եւ ցուցաբերել քաղաքական կամք հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009 թվականից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։ Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները, ծանր զինտեխնիկայի կիրառումը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները, անընդունելի են եւ լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաեւ խաղաղ բնակիչները։ Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաեւ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը եւ կստեղծեն խաղաղ բնակչությունների համար առավելապես բարենպաստ մթնոլորտ, ասված է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեաժողովի հայտարարության մեջ։ Նշեմ, որ այս գրավոր հայտարարության տակ ստորագրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի 44 պատգամավոր։ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանի աշխատանքը որպես միջազգային միջնորդի Ղարաբաղյան հարցում ոչ մի դեպքում չի դադարեցվում հրադադարի ռեժիմի վերադառնալու մասին կողմերի որոշումից հետո։ Ռուսաստանի արտգործնախարարությունը գլխավոր խնդիր համարում է յետ մղված գործընթացը նախկին դիրքերին վերադարձնելը, ասել է Զախարովան, ընդգծելով, որ այժմ բավականին բարդ կլինի հակամարտության խաղաղ կարգավորման համար մթնոլորտ ստեղծել։ Զախարովայի խոսքով ամբողջ աշխատանքն այժմ իրականացվում է հակամարտության կարգավորման գործնական արդյունքների ձեռքբերման ուղղությամբ, թեև դրանց հասնելը դյուրին չէ։ Իհարկե, այժմ ընթացող բանակցություններն այն կոնկրետ քայլերի շուրջ են, որոնք կարելի է ձեռնարկել։ Երկու կողմերից էլ կան բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ, խնդրահարույց հարցեր, որոնք շատ բարդ է կարգավորել։ Այդ նպատակով էլ գոյություն ունի միջնորդական առաքելությունը, որպեսզի փոխզիջումներ գտնվեն, ասել է Զախարովան։ Քարորյա մարտական գործողությունների ընթացքում եւ հետո հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխման եւ կարգավորման անհրաժեշտության մասին սկսեցին խոսել տարբեր մակարդակներում։ Բանակցությունների վերսկսման համար մեկը մյուսի հետևից հանրային դաշտ է նետվում տարբերակներ, որոնց հիմքում դեռևս 8 տարի առաջ Արցախյան իշխանությունների եւ քաղաքական ուժերի քննադատության արժանացած մադրիդյան սկզբունքներն են։ Հիշեցնեմ, որ դրանց հիմնական կետերը նախատեսում են ազատագրված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում հանրաքվեով կամ համաժողովրդական հարցմամբ, տեղահանվածների վերադարձ, խաղաղապահ գործողություն, Արցախի եւ Հայաստանի միջև միջանցք։ Մադրիդյան սկզբունքներով նախանշված այս դրույթներն ամբողջությամբ կամ որոշակի սրբագրումներով շրջանառվում են առ այսօր։ Այդ գործընթացը, որն այսպես ասած փոխզիջումների անհասկանալի տարբերակների վրա է հենված, Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը որակել է քաղաքական դիվերսիա։ Նրա խոսքով այսօր էլ ինչպես տարիներ առաջ այդ կետերն ու դրանց վրա հիմնված տարբերակները չեն բխում հայկական շահերից, իսկ քարորյա պատերազմը ենթադրում է, որ պետք է խնդրի կարգավորման համար նոր տարբերակներ փնտրել։
ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի համոզմամբ Ադրբեջանը ապրիլյան ագրեսիայով հույս ուներ հայկական կողմին դիվանագիտական սեղանի շուրջ իր կարծիքը պարտադրել։ Պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական կողմը փորձել է իր ռազմական ագրեսիայի միջոցով ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հայկական կողմը ապագայում ցանկացած առաջարկ այսպես ուղղակիորեն ընդունելի համարի։ Պատերազմով Ադրբեջանը խաչ քաշեց բանակցային գործընթացի անցած տասնամյակների վրա եւ հայ դիվանագետներին նոր խաղաթուղթ տվեց։ Արցախը կարող է դիմակայել նաեւ ռազմական ագրեսիային։ Ստեղծվել են նոր ռազմաքաղաքական իրողություններ եւ հայկական հասարակության դեմ ռազմական ագրեսիային փոխարինելու է եկել դիվանագիտական դիվերսիան, որի նպատակը զիջումների եւ փոխզիջումների գաղափարի արմատավորումն է հայ հասարակության գիտակցության մեջ։ Տարբեր շրջանակներ, այդ թվում նաև հայկական քաղաքական շրջանակներում, ռուսական քաղաքական շրջանակներում, վերլուծաբանների կողմից, լրագրողների կողմից, տարբեր ձևաչափերով փորձում են մեզ հրամցնել ուղղակիորեն մադրիդյան սկզբունքների տարբեր կետեր, մասնավորապես զիջելու, փոխզիջելու, հողային զիջումների եւ խաղաղ ուժերի տեղակայման հարցը։ Քաղաքականությունը սև ու սպիտակ չէ եւ բանակցել է պետք, բայց ինչի շուրջ եւ ինչ հետևանքներով է հղի առաջարկներից յուրաքանչյուրը, սա է խնդիրը։ Արցախի խորհրդարանի դաշնակցություն խմբակցության ղեկավարը բացառում է վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող տարածքներ կարգավիճակի դիմաց տարբերակը։ Համաշխարհային պատմության մեջ չկա մի օրինակ, երբ հայրենիքից տարածք զիջվի կարգավիճակի դիմաց։ Դավիթ Իշխանյանի համար ձևակերպումն իսկ անընդունելի է։ Կարգավիճակի հասկացողությունը մեր համար պետք է ավելի անկալելի լինի այն առումով, որ մենք կարողացել ենք եւ կարողանում ենք ամենօրյա պատմությունը կերտել։ Մեր ամենօրյա պետական համակարգը ստեղծելով հանդես նաև զարգացնել։ Սա է մեր կարգավիճակը։ Ինչ կարգավիճակի մասին է խոսքը։ Այդպես էր 20-ական թվականներին, երբ խոսում էր կարգավիճակի մասին։ Ուր է այդ կարգավիճակը, ուր հասանք մենք։ Ինչ կարգավիճակի մասին մենք կարող ենք խոսել։ Որ տարածքի վրա Մինսկի խմբի կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքների մեջ շոշափող Լեռնային Ղարաբաղի մասին, որ իր մեջ ներառում է Լղիմը, թե Արցախի հանրապետության սահմանադրությամբ եւ համաժողովրդական հանրաքվեով սահմանադրությամբ ամրագրված տարածքների մասին, թե պատմական դաշտային Ղարաբաղի մասին, որ ինչի մասին է խոսքը։ Լեռնային Ղարաբաղի առաջարկվող կարգավիճակը կամ օտարների տված երաշխիքը չի կարող փոխարինել ԼՂՀ զինված ուժերին եւ չի կարող ժողովրդի անվտանգության երաշխիք լինել։ Քառօրյա պատերազմը այս պնդման ապացույցն է։ Մենք չպետք է անվտանգության երաշխիքների որևէ հավատ եւ հույս ունենանք։ Ի վերջո այս ռազմական գործողությունները Ադրբեջանի կողմից իմ համոզմամբ նաեւ շահագրգիռ կողմերի թողտվությամբ էր եւ ինչ որտեղ նաեւ խրախուսմամբ Տարածքների զիջմամբ հնարավոր չէ ապահովել բնակչության անվտանգությունը, ասում է Մարտական խաչի ասպետը, համոզված, որ անվտանգության երաշխիքները մեր ներսում են։ Նա նաև հիշեցնում է, որ 90-ականներին մեր բնակչության անվտանգությունն ապահովվեց հենց տարածքային առումով։ Այսօր քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ Մարտունի քաղաք, Մարտակերտ քաղաք, Մարտակերտի հյուսիսային շրջանում Թալիշ Մադաղի գյուղերի եւ ընդհանրապես սահմանային գյուղերի անվտանգության մեր ընդհանուր տարածքները ընդլայնելու անհրաժեշտություն կա։ Սա պետք է ոչ միայն մեր դիվանագիտական, այլ նաև ռազմական մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվեն։ Ժողովրդին պետք է նախապատրաստել երկարաժամկետ գործընթացների, բայց առանց խուճապի։ Քաղաքական գործիչը նկատել է, որ այս օրերին որոշ ուժեր փորձում են ժողովրդին վախեցնել պատերազմով։ Դրան դիմակայելու գործում քաղաքական ուժերն անելիք ունեն, ասում է ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարը։ Իմ հասկացությամբ ստեղծվել է մոտորապես քաղաքական վակուում, եւ այս վակուումի մեջ կա մի անորոշություն։ Եվ այդ անորոշության մեջ իրոք քաղաքական ուժերը իրենց դերակատարությունը պետք է ունենան։ Մասնավորապես, երբ որ տեսնում ենք եւ զգում ենք, որ որոշակիորեն այսպես քաղաքական դիվերսիաների մեթոդն է որդեգրվել, մասնավորապես այդ դիվերսիան նաեւ տարածում է Ղարաբաղյան քաղաքական շրջանակների վրա, մենք ուղղակիորեն պետք է ընդհանուր կեցված ցույց տանք։ Քննարկումների բաց դաշտ կա, քննարկումներ չկան։ Այդ բացը լրացնելու հարցում նաև գործընկերների ակտիվությունն է ակնկալվում։ Ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ պարագայում ըստ Դավիթ Իշխանյանի պետք է հանրային լայն քննարկումներ ծավալել, մարդկանց բացատրել վիճակը, իսկ լավագույն տարբերակը կարող են հուշել եւ շարքային զինվորներն ու քաղաքացիները, եւ քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան սպաները։ Պարզապես ակտիվություն է պետք։ Լուսինա Ավանեսյան, Հայկ Բաբայան, օր
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բացօթյա տարածքում այսօր մեկնարկել է Նաղաշ մշակութաժամանցային ծրագիրը։ Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման։ Այսօրվանից մինչև աշնանամուտ ամեն օր 2 ժամից ավել երեխաները կարող են այստեղ հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Նաղաշը մշակութաժամանցային բացօթյա ծրագիր է ըստ փուլերի տարաբնույթ միջոցառումների ընդգրկմամբ։ Երեխաներն առաջին օրվա աշխատանքը նվիրել են մեր հաղթանակած բանակին։ Իրենց ձեռքով պատրաստած բացիկներում ջերմ սրտաբու խոսքեր են, որոնք գոտեպնդելու են սահմանին կանգնած զինվորին։ Փառք պատի զինվորներին, մեր քաջարի տղաներին, եղեք տոկուն, եղեք կանգուն, ու մեզ բերեք ուրախություն, լավ ծառայեք, իրար հարգեք եւ ձեր կյանքը սիրով ապրեք։ Այս բանաստեղծությունը սրտից է գալիս եւ հոգու բառեր է եւ իհարկե նվիրվում է զինվորին։ Սիրելի զինվորներ, ցանկանում եմ ձեզ կանաչ ճանապարհ, կապույտ երկինք, առողջություն, հաջողություն։ Ուզում եմ, որ մի լավ դաստակ թշնամուն հաղթեք այս կռվում։ Երեխաներն աշխատելու են կավե սափորների վրա, գունավորելով դրանք ըստ իրենց երևակայության։ Հաջորդ փուլում անդրադառնալու են հայկական տարազներին։ Տարածն էլ է հաստատում մեր ինքնությունը, տեղայնացված կլինի եւ մեր բոլոր արևմտյան Հայաստանի տարածները եւ դա լինելու է, ասենք, ստվերա տիկնիկի ձևով, թղթե տիկնիկների ձևով հագուստը հանելու են, հագցնելու գիրք ալբոմներ, մանրանկարչություն, զարդարվեստ, հայկական մանրանկարչություն ձեռագրային եւ Արցախ ուտիքի մանրանկարչություն։ Ընթացքում խոսվելու է իշխանուհիների մասին։ Ծրագրում նախատեսվում է նաև երգի պարի ուսուցում, անդրադարձ կլինի նաև արցախյան բարբառին։ Երեխան իր ձեռքով է, որ եթե գրի մի փոքրիկ սափորի, դատարկ սափորի վրա գրում է Աստված ամբարդ լիքը պահե, ուրեմն վերջ, այդ ամեն դատարկություն լծվեց։ Անկախ տարիքից նրանք, ովքեր ուզում են փոքրիշատե գունազարդել իրենց առօրյան, կարող են գալ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն։ Շնորհալի երեխաները կարող են ներկայանալ նաև իրենց ձեռքի աշխատանքներով, քանի որ բացօթյա տարածքը կարող է դառնալ ցուցադրության յուրատեսակ հարթակ։ Առաջին օրը հետաքրքիր աշխատանքներով ներկայացել է Ասկերանի արվեստի դպրոցը։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Մարտիրոսյան, օր։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Խաղաղ գիշեր եմ մաղթում եւ մինչ նոր հանդիպում։